Բարև ձեզ, իրականում հաղորդաշարի տաղավարում այսօր հյուրընկալել ենք արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Գագիկ Ավանեսյանին։ Պարոն Ավանեսյան, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Շնորհակալ եմ։ Վերջերս մարտի 29-ին արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կազմակերպել է հանրահավաք ի պաշտպանություն արցախցիների իրավունքների։ Ինչու է ընտրվել հենց հանրահավաքի ձևաչափը։ Միանշանակ հանրահավաքը դա վերջի ճիճն է ժողովրդի, երբ որ չի լսում հիմնավորված փաստարկները, չի լսում կամ չի փորձում խնդիրների լուծումը տալ, մենք եկանք այդ որոշման շատ դժվար որոշումներ կայացնելու, որտեղ ավելի հեշտ է ամեն ինչ բանակցելով նորմալ լուծումները տալ, կամ թե հասնենք այդ բանի, որ դուրս գանք ցույցի, հանրահավաքի, ընդ որում միավորումը, հանուն Արցախի միավորումը երբ որ ստեղծվել է, դա եղել է դեկտեմբերի վերջին, այս 3 ամսվա ընթացքում մենք փորձել ենք տարբեր օղակներով, տարբեր ճանապարհներով ներկայացնել փաստացի, որ իրենց որոշումները սխալ են, իրենց որոշումների տակ չկա խելամիտ կամ ողջամիտ ինչ-որ թվեր, որոշումներ, հիմնավորումներ, 2 անգամ հանդիպել ենք փոխնախարարների ձևաչափով, տարածքային եւ սոցիալ, բայց միշտ նույն պատասխանն էր, որ որոշումը վերջնական է, փոփոխության ենթակա չէ։ Դրա համար հենց ընտրվեց այդ հանրահավաքի ձևաչափը։ Տարբեր մարդիկ ու տարբեր շրջանակներ փորձել են տարբեր կերպ ներկայացնել տեղի ունեցած հանրահավաքը, սկսած ներազգային պառակտումից մինչև խաղաղության չգնալու փորձ։ Իրականում որոնք են եղել հանրահավաքի նպատակները եւ որքանով եք մոտեցել այդ նպատակներին։ Հանրահավաքի նպատակները միանշանակ արցախցիների եւ սոցիալական, եւ քաղաքական, եւ իրավական իրավունքների պաշտպանությունն է։ Մեկնաբանությունների մասով պարզավոր ես հաշվում եմ հանրահավաքը հաջողված ու բնական է, որ երբ որ հանրահավաքը ինչ-որ մի հաջողված գործողություն ալնում, տարբեր քաղաքական ուժեր կամ տարբեր քաղաքականություն փորձող մտնող մարդիկ փորձում են բացասականը փնտրել ու դրա համար շեղում են ուշադրությունը, ասենք, տանում են այն ուղղությամբ, որ իրենց պետք է, իրենց է պետք։ Միանշանակ այդ հանրահավաքի 12 կետից միայն մեկն է, որ սոցիալական է։ Մյուս 11-ը իրավունքների, արցախցիների միասնական իրավունքների պաշտպանության տիրույթում է։ Թեկուզ եւ սոցիալականն էլ է այդ իրավունքների պաշտպանության, բայց դրա համար հատուկ ուզում եմ բերեն այն դաշտը ու համատեն, մենք տեսնում ենք, որ անդադ համատում են Հայաստանի բնակիչների, ասեք, մեծ տոկոսով աղքատություն ունեցող մարդկանց հետ, բայց ոնց է այդ որ իրանց չեն պետությունը չի աջակցում, խիպիտի արցախցիներին աջակցի, բայց մենք պետք է տարանջատենք մեկը մյուսից։ Եթե մարդ 40 տարեկանում իր համար չի ստեղծել արժանապատիվ ապրելու հնարավորություն, ուրեմն կարող է խնդիրը իր մեջ է։ Արցախցիները այս վիճակը ընկել է ոչ թե իրաց չկարողանալու, ասեք, իր հարցերը լուծելու, այլ քաղաքական, նաև պատերազմական վիճակից ելնելով։ Դրա համար չի կարելի համատել ու չի կարելի այս հարցերը բերել միայն սոցիալականի տիրույթ։ Իբրև արցախցիները դուրս են եկել սոցիալական հարցերի լուծման համար։ Եթե այդ բանով գնանք, մեր խորհրդի անդամներից մեկը այս 2 օրը մի շատ հետաքրքիր բան ասեց հարցազրույցում, թող այն մի հատ սոցիալականը չլուծեն, թող մյուս 11-ը լուծեն։ Էլի մեզ համար ընդունելի։ Այդ դեպքում ինչու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի աշխատակազմից պատասխանել են հենց սոցիալական հարցին,
մի կողմ թողնելով մյուս 11 հարցը։ Ինչ են ասում, գիտենք, որ փոխվարչապետը խորհրդի անդամներին մի քանի անդամին ընդունել է, եղել է հանդիպում եւ որից անդամները դժգոհ են։ Ինձ թվում է, թե մի քանի բացատրություն կա։ Նախ եւ առաջ Տիգրան Խաչատրյանը սոցիալական բլոկի համակարգողն է, որպես փոխվարչապետ քաղաքական հարցերի ուղղացման կամ պատասխան տալը իր տիրույթում չի, իմ կարծիքով, այդ առաջինը։ Երկրորդը միանշանակ ուզում են արցախցիներին թիրախավորեն, ու դա միայն Տիգրան Խաչատրյանը չի։ Մենք ամենաբարձր ամբիոններից ոսում էինք հենց արցախցիների նկատմամբ տարբեր ձևաչափի տարբեր մեղադրանքներ չկրվելուց սկսած, նաև այ հիմա այդ ստամոքսի կրոնա հիմա ասենք, որ պիտի մենք ամեն ինչը իր անունով ասենք, այդ 50,000-ը դա ստամոքսի փողը չի, դա ապրելու փողն է։ Դա այդ փողը նորից գնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանը վարձավճարի տեսքով։ Ընդամենը արցախցիներին օգնում են Հայաստանում մնալով արժանապատիվ ապրելու ինչ որ մի ձև է, եթե բնակվարձի հարցը ուծում է, իրաց կեցության հարցը երևի թե ամեն մեկը փորձելով է ինքը ուծի։ Թեկուզ եւ կան շատ ընտանիքներ, դա հիմնականում երևի թե 50-ից, միգուցե 55-ից ավել տարիք ունեցողներն են, որ ոչ միտեղ չեն կարող գործի տեղավորվեն, ամենտեղ երիտասարդներ են ուզում, այսինքն խնդիրներ կա, որի մասին արցախցիները չեն բարձրաձայնում, ու դա նորից եմ ասում, դա պրիմիտիվ այդ ստամոքսի խնդիրը չի, դա ապրելու, տանիք ունենալու խնդիրն է, որովհետև մեր առաջարկը եղել է նենց, որ 40+10 պիտի այնքան ժամանակ վճարվի, մինչև որ տվյալ ընտանիքը կունենա բնակարան։ Պարոն Համասյան, առիթ եղել է առաջարկել, որ բնակարանային ծրագիրը ենթակա է վերանայման, որ ծրագիրը չի աշխատում մի շարք օբյեկտիվ պատճառներից ելնելով, ինչ են պատասխանում, չաշխատող ծրագրից օգտվել։ Այո, միանշանակ հենց այն գողից ասում են, որ փոփոխման ենթակա չի, մեր թվերը, որ ներկայացնում ենք, հիմք չեն ընդունվում, ընդհանուր չեն լսում, մեր առաջարկությունների հիմքում պարզ թվեր է, որ կարանք ներկայացնենք, մեր բնակչությունն է պիտի իմանա ինչի մասին է խոսքը։ Ուրեմն 2003 թվականին Ադրբեջանից փախստականների բնակարանային հարցերը ուծելու համար կառավարությունը որոշում է ընդունել, որտեղ 1 քառակուսի մետրի արժեքը ընդունվել է Ավան թաղամասի բնակարանների շուկայական արժեքը 1 քառակուսի մետրով, նաև մեկ շնչի հաշվով հաշվարկվել է 12 քառակուսի մետր, որ պետությունը այդքան գումարը պիտի տրամադրվի։ Մենք դա ենք ներկայացրել, որ կա որոշում, ինչի փոխվեց ու ինչի դարավ դա այդ 9 միլիոնը որտեղից վերցրեց, նաև մեկ շնչի հաշվարկով 12 քառակուսի մետրը սարքվեց 9 քառակուսի մետր։ Տպավորությունն է, որ բերել են այդ 3 միլիոնը բերել են այդ 9 քառակուսի մետրի հետ բանան, բայց մեկ այլ արժեքը Ավանի թաղամասի արժեքի հետ չի համընկնում, բավական ցածր է։ 50,000 10 տարվա մեջ դառնում է 6 միլիոն։ Հիմա մեզ առաջարկում են դրա կեսը, ասենք, ինչի եմ 10 տարին ասում, որովհետև 10 տարին հենց իրանք են դրել ժամկետը, որ 10 տարին քաղաքացիություն ընդունելուց բացի ընտանիքի որևէ անդամ չպիտի Հայաստանի Հանրապետությունից տարվա մեջ 183 օրից ավել բացակայի։ Այդ դեպքում աջակցության ծրագիրը կանգնեցնում է։ Ներողություն, իսկ եթե գնում է ուսման կամ աստված մի արածցե երկարատև բուժման, ոչ մի բան չկա, բացառություն չկա այդ որոշման մեջ։ Որևէ բացառություն ես կավելացեմ նաև աղջիկ երեխան 15-16 տարեկան ծրագրին համատեղ մասնակցել է,
ընտանիքի կազմում, հետո ամուսնացել է Հայաստանից դուրս։ Քանի տարի անց ամուսնանում է եւ դուրս է գալիս երկրից։ Փաստորեն իր պատճառով աջակցության ծրագիրը կանգնեցում է։ Հիմա մենք փորձել ենք ճշտենք այդ ինչ աջակցության ծրագիր է, եթե փողը մի անգամից տալիս են, այլ ինչ աջակցության ծրագիր է։ Պարզվեց այդ փողը բյուջեից չեն տալիս։ Այդ փողը պետությունը երաշխավորում է բանկերին, որ ինքը տալու է տարիներ հետո, այ միջև այդ գումարը փակելը պետությունը տարեկան տոկոսները պիտի փակենք, ասենք, ոնց որ դառնում է պետությունը հիպոթեկային վարկ է վերցնում բանկերից ու տալիս այդ տվյալ ժողովուրդ մարդկանց, որ բան անեն, ընդ որում գրավը լինում է հենց այն տունը, որը առել։ Ու դրա համար ցանկացողները, որ ուզենան օրացիչ հիպոթեկային վարկ վերցնեն ավելի բարեկեցիկ, ավելի հարմար բնակարան վերցնել, քան թե ասենք, նույն 12 մետր ասենք, որ դա ճիշտ պետական նորմ է, բայց ինքը էլի քիչ է ընտանիքի համար, ասենք, թե էլի 5 հոգանոց ընտանիքը պատկերացրեք 60 քառակուսի մետր, հա կարելի է գոյատևել, բայց միշտ նեղության մեջ էլի ասենք, թե հա, բարձումա դա էլի վարկի ձևով է վերցնում ու տասնյակ տարիներ պետությունը բյուջեից տոկոս է տալու, էլ մայր գումարը էլի պարտք է մնալու պետությունը։ Ես ներողություն եմ խնդրում, բայց կան քաղաքացիներ, ովքեր ահազանգում են, որ փորձել են ոչ թե լրացուցիչ, այլ գործող բնակարանի գնին համապատասխան հիպոթեկ վերցնել, քանի որ սերտիֆիկատի գումարը դրա մի մասն է, եւ մերժում են ստացել այն պատճառով, որ այդ բնակարանը արդեն ի սկզբանե լինելու է գրավում, քանի որ պետությունն է գումար վերցնում որպես փոխառություն բանկից։ Հենց խոսքը դրա մասին է։ Դուք ավելի ճիշտ ձևակերպեցիք, ասեք այդ ամեն ինչը։ Ինչպես են հիմնավորում, ինչու սահմանամերձ բնակավայրերում 5, Երևանամերձ բնակավայրերում 3 միլիոն դրամ են տրամադրում մեկ շնչի հաշվով, երբ անշարժ գույքայի շուկան ճիշտ հակառակն է։ Սահմանամերձում բնակարանները ավելի մատչելի են, կենտրոնում ավելի թանկ։ Ողջամիտ որևէ պատասխան մենք չենք ասել։ Հիմնական թեզը նա է, որ սահմանամերձ գյուղերը բնակեցնեն, բայց այստեղ արդեն ուրիշ խնդրի առաջ են կանգնում։ Արցախցին գնում են դեղ տուն առնում, ընդ որում դեղ սահմանափակումներ չկա։ Ցանկացած մարդ կարա իր տունը ծախի ու այսինքն արցախցին սահմանամերձում բնակարան ձեռք բերի, իսկ հիմնական բնակիչը թողնի գնա։ Այո, հիմնական հեփաստորեն հիմա տենց է դառնում, բայց ուրիշ խնդիրներ կա նաև։ Արցախցին մեր բնակչության 60% ամենակիչը 60% կարող է մի քիչ լավել, թվերը չեմ տիրապետում լավ, գյուղաբնակ էին Արցախից, դուք լավ գիտեք։ Հիմա շատերը իրոք ուզում են գյուղերում մնալ, որտեղ իրաց հիմնական ապրելու միջոցը գյուղատնտեսությունն է, իրանք էլ դրա վարպետն են, ասենք, ասես։ Բայց հիմա գյուղերում բնակվելու դեպքում, նույնիսկ տուն առնելու դեպքում, գնելու դեպքում, իրանք հնարավորություն չեն ունենալու այնտեղ ապրելու, որտեղ հող չունեն։ Ասենք, այդ տվյալ գյուղի բնակիչները ժամանակ են, երբ որ սովետական միությունը փոխվեց, հողերը բաժանեցին, ամեն մեկը ունի իր հողերը, որտեղ կարա ինքը ծավալի իր աշխատանքները։ Հա, մեր դեպքում դա չի լինելու, անհնարին է։ Դրա համար հենց 23 թվին արտագաղթից հետո դուք գիտեք, որ մեծամասնությունը գյուղերում են տեղավորվել, ընդ որում շատ մարդիկ սահմանամերձ գյուղերում, մի 3-4 ամսից հետո, երբ որ աջակցության ծրագրերը վերջացավ, աշխատանք չունենալու պատճառով կամաց մեծ մասը տեղափոխվեց դեպի Երևան։ Նենց չի, որ Երևանի մեջ են, այլ շրջակա գյուղերում են, շրջակա մարզերում են, օրվա մեջ ասենք, որ կարան գան Երևանում աշխատեն, հետ գնան։ Հիմա սա բնական process է, որ իրականացել է, սենց ասենք, կյանքը ստիպել է այդ լինի։ Հիմա մենք պիտի տրահետել հասկանանք, որ մարդ արդեն իր համար աշխատանք է գտել ստեղ։ Ինքը աշխատում է։ Հիմա նորից պարտադրում ես գնան դեղ, նորից բանանի, այսինքն իրանք պատրաստ չեն դիֆերենցիալ այդ հարցի մոտիկանան, ու այդ հարցերը սա հաշվի առնեն։ Ընդ որում մենք որ այդ թվային բաները որ ներկայացնում ենք, մենք նաև հաշվարկն ենք ներկայացնում ըստ իրաց ներկայացրած նախագծերի, նախահաշիվների, այսինքն թե շինարարության
ծրագիրը, բնակարանաշինության ծրագիրը, երբ որ առանձնատուն է սարքում։ Մեր հաշվարկով նայած այն ծրագրից, որից պատրաստ է Շահառուն օգտվի, գնային թվերը տարբերվում է 4.5 միլիոնից մինչև 5.5 միլիոն գնելու դեպքում, տարբեր, ասենք, մարզը հաշվի առնելով կամ երկրորդական շուկայի առաջնային շինարարության դեպքում, երբ որ պիտի առանձնատներ սարքվի կամ միգուցե նորակառույցի 5.5-ից 6.5 միլիոն, 5.5, 6, 6.5, ամեն մի բանով մենք 3 տարբերակ ներկայացրել ենք թվերը։ Կառավարության։ Հա, կառավարության ներկայացրել ենք։ Նաև բանակարել պահանջել ենք, որ 12 քառակուսի մետրը պահպանվի, այն որ իրանք իջեցրել են 9 քառակուսի մետրի վրա։ Այդ հարցով հաշվի առնելով նաև որ այնտեղ միանշանակ պահանջ կա, որ այդ բնակարանը պիտի շինարարական կազմակերպություն սարքի, մոտ 30% հարկերն ու հիմնարկի շահույթը, որ դուրս է գալիս, տակին զորով կարողացի չկարողանան, ասենք, այդ տունը կառուցեն։ Մենք նաև առաջարկել ենք հնարավորություն տան, մի ընտանիքում կարող է 2-3 տղամարդ կա, իրանք ուրիշի համար չեն գնալու աշխատեն շինարարության անունով, բայց իրաք իրաց տունը կարող են սարքել։ Մենք առաջարկել ենք նաև հնարավորություն տալ այդ ընտանիքները, որոնք իրանք են ուզում կառուցեն, իրանք կառուցեն։ Ցանկացած մարզում կա ճարտարապետաշինարարական բաժին, մարզպետարանում, իրանք կարան վերահսկողությունը իրականացնեն որակի եւ ասենք, որ գումարները ուրիշ տեղի չփոշիացման հարցով, ասենք։ Ինչ պատասխան եք ստացել։ Մեր ցանկացած առաջարկ բացասական պատասխաներ, այսինքն ոչ մի բան իրանք պատրաստ չեն փոխելու։ Իսկ գյուղաբնակների զբաղվածության հարցում լուծման տարբերակ ունեք։ Ենթադրենք Արցախից տեղահանված քաղաքացին, ով Արցախում ապրում էր գյուղում, որոշել է Հայաստանում հաստատվել գյուղում։ Նրանց զբաղվածության մասով ունեք առաջարկ։ Այո, փաստորեն, եթե գումարը վերանայվի, մեր միջինը վերցնի, ասենք միջին գումարը վերցնի, մենք նաև առաջարկել ենք այդ գումարը, որ տունը առնի, կարող է, ասենք, մեկը էժան առնի, այն ավելացած գումարը հնարավորություն ունի ինքը ձեռք բերի տեխնիկա, միգուցե հողատարածք առնի, անասուններ առնի, նաև մենք առաջարկել ենք, որ հնարավորություն տան նաև մարդատար մեքենա առնելու, կարողա չունի, միգուցե, ասենք, ինքը, ասենք, տաքսի ծառայություններ անում, բայց այդ մարդուն հնարավորություն տաս, որ այդ գյուղում ապրելով ինքը սկսի աշխատել։ Դրանով մենք երկու հարց ենք ուզում, եւ գյուղը չի դատարկում, այդ մարդը գնում այնտեղ, նաև ինքը իր համար ստեղծելու է ինքը աշխատանքով ապահոված լինելու։ Հիմա ինչ փուլում են Հայաստանի հետ, Հայաստանի կառավարության հետ բանակցությունները։ Փոխվարչապետն ընդունեց, ներկայացուցիչները եկան, դժգոհ էին, ավարտվում է այս ամենը, շարունակվում է պայքարի նույն ձևը, թե կան նոր առաջարկներ, նոր հնարավորություններ։ Միանշանակ պայքարը շարունակվում է, ինչ վերաբերում է փոխվարչապետի պատասխաններին, այնտեղ գոհնելու ոչ մի բան չկա, մերժում էր ու ասվեց, որ ծրագրերը չեն վերանայվելու, բայց պատրաստ են սոցիալական հարցերի շուրջ քննարկելու, թե ինչ պիտի քննարկվի, եթե առաջարկը չի ընդունում, անհասկանալի է, իմ կարծիքով դա փորձ է այս ալիքը, որ բարձրանում է, մարելու։ Մեր պայքարի շարունակությունը լինելու է այդ ձևաչափով, մենք հայտարարել ենք, կոչ ենք արել, որ այն համախմբում լինի, թե քաղաքական ուժերի, թե հասարակական կազմակերպությունների, թե անհատների, ասենց ասենք, գրեթե գիշերը, թեկուզ եւ գիշերն էլ 24 ժամվա ընթացքում հանդիպում ենք տարբեր մարդկանց հետ, տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ ու կա կոնսենսուս, որ այս հարցը պիտի համախմբվենք սրա շուրջ, փորձենք մեր ժողովրդի կարիքների հարցերը ուծենք այս հարցերը, որտեղ եւ քաղաքականը կա, եւ սոցիալականը, բնականաբար։ Լայն համախմբումից հետո ինչ է անելու խորհուրդը
կան պլաններ, կան ծրագրեր, որն է հաջորդ քայլը։ Հաջորդ քայլը միանշանակ հանրահավաքն ալնելու։ Հանրահավաքով սկսել ենք, հանրահավաքով պիտի շարունակենք։ Խորհրդակցություններից հետո ինչ որոշ մեկայացնի պիտի հանրահավաքով իրազեկվի մեր ժողովրդին, նաև իրանց ասենք նորից հետագա քայլերի, որոշումների, որտեղ համատեղ դա պիտի անվի ու փորձենք ասեմ միջև վերջ տանենք, միջև տրամաբանական վերջը ու նաև ես կուզենայի ավելացնեմ այդ թվերը Տիգրան վերադառնալով նախորդ հարցին, ասենք կառավարության պատասխանի մեջ իրանք փորձել են նորից թիրախավորեն մեր ժողովրդին, բերել են թվերի դաշտ ու տողատակերով փորձել են մեղադրեն անշնորհակալության մեջ, որ իրականության չի համապատասխանում, մեր ժողովուրդը իրոք շնորհակալ է մեր Հայաստանի Հանրապետության բնակիչների մեկ եղբայրներից, ոնց են ընդունել մեզ, բայց ես կուզենամ մի քիչ թվերից էլ խոսենք, փաստորեն դեռ իրենք տարբեր սկզբի հայտարարություն հետո տարբեր թվեր էին ասում բնակարանային ծրագրերի վրա ինչքան պիտի ծախսեն ու այնտեղ գնում էր 600-ից մինչև 800 միլիարդ դրամ այդ թվերն էին հնչեցնում մեր հաշվարկով եթե տեսականորեն լրիվ օգտվեն այդ բնակարանային ծրագրով երևի թե 350 այսօրվա դրությամբ այսօրվա իրաց հաշվարկով 350 միլիարդի մասին է խոսքը բնակարանային ծրագիրը նորմալ իրականացնելու համար մնացած փողերը դա տոկոսներն է բանկերին դա տոկոսներն է բանկերին հիմա մեր առաջարկը նա է միջազգային դոնոր կոնֆերանս անեն որ բյուջեի վրա մեր խնդիրները չդառնա առասետել Հայաստանի Հանրապետության բյուջեն շատ վատ վիճակում է, ասենք թե այս եվրացիչ բերդ չդառնալու համար միջազգային դոնոր կոնֆերանս անվի ու այդ գումարները, որ նախատեսված է բանկերին տալ տոկոսի միջոցով, մեր առաջարկը նա է, որ այդ գումարները ավելացնեն այդ շնչի վրա տրվող բանին, ասեք, այդ գումարին։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Ես մեր հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցում ենք արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Գագիկ Ավանեսյանի հետ։ Հետևեք Արցախ TV-ին սոցցանցերում, կհանդիպենք։